Արեձես եթերում հիմնահարցն է, մեր հյուրն է 5 իրավապաշտպանների նախաձեռնության անդամ, փաստաբան, իրավապաշտպան Սերգեյ Հարությունյանը։ Բարև ձեզ, պարոն Հարությունյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր հրավեր ընդունելու համար։ Պարոն Հարությունյան, շնորհակալ հրավերի համար։ Դուք Բագրատ Սրբազանի եւ առհասարակ այդ գործով պաշտպաններից մեկն եք։ Շուտով մոտ 2-3 ամսից կլինի 1 տարի, որ այդ քրեական գործը հարուցված է եւ ընթանում է, տեղի ունենում դատական նիստեր։ Այս ամիսների ընթացքում տարբեր զարգացումներ եղան։ Ինձ հետաքրքիր է ի վերջո ինչ հանգրվանի կարող է գործը հասնել եւ ձեր կարծիքով ինչու է այդ գործով հիմա միայն Սրբազանը կալանավորված, նկատի ունեմ հենց կալանավայրում, հաշվի առնելով որ մնացածների խափանման միջոցները այս ընթացքում բոլորին փոխվել են բացի իրենից։ Որն է իրեն կալանավայրում պահելու նպատակը։ Հետարքիր հարց տվեցիք, վերջից կամ որն է իրեն պահելու նպատակը։ Վստահ եմ քաղաքական է նպատակը։ Հիմա գնանք սկիզբ։ Տեսեք, երբ որ Բագրատ Սրբազանի վերաբերյալ էս շինծու քրեական վարույթը նախաձեռնվեց, հենց առաջի օրը, երբ որ ձերբակալվեց, երբ որ խուզարկություններն էր իրականացվում, ես այդ ժամանակ հարցազրույցով ասել եմ, որ այս ամենը մի քանի նպատակ ունի։ Առաջի հերթին մեկուսացնելն է Բագրատ Սրբազանին սպասվելիք հակաեկեղեցական արշավի ժամանակ, որպեսզի ինքը չկարողանա խոչընդոտի, ինչը ընթացքը ցույց տվեց։ Երկրորդը շեղելն էր հասարակությանը եւ բարձ դարձավ, որ այդ ձերբակալությունից կալանավորումից հետո, հունիսից հետո տեղի ունեցավ այդ տրիպյան գործընթացը եւ նաեւ այդ ամենի հետ մեկտեղ, ինչպես ասացի, մեկուսացնելն էր Բագրատ Սրբազանին եւ եկեղեցու հետ կապված եւ ընդհանրապես քաղաքականապես գործը ամբողջությամբ շինծու էր եւ վստահաբար կարող եմ ասել, որ սա քաղաքական հետապնդման ցայտուն դրսևորումներից մեկն է, ամենացայտուն դրսևորումներից, որը տեղի ունեցել վերջին ժամանակահատվածում եւ հենց այդ հանգամանքը, որ այժմ 18 արտաներից Բագրատ Սրբազանն է անազատության մեջ, հենց դրանով է պայմանավորված, որ իր խոսքը, իր գործունեությունը վտանգ է սպառնում է ներկայիս վարչախմբի համար, դրա համար նա անազատության մեջ է։ Պարոն Հարությունյան, քրեական գործը երբ որ հարուցվեց, այնտեղ գաղտնալսման առանձին դրվագներ կային, որոնք շատ էին շփորահարվում, շատ էին դրանց վրա ակցենտը շատ մեծ էր, հիմնականում իշխանության ներկայացուցիչների կողմից տարբեր մեղադրանքներ էին հնչեցվում։ Ի վերջո նախաքննության այս ընթացքում ինչ պարզվեց։ Տեսեք, դրանցից որ մասն էր ճիշտ, որ մասն էր fake։ Ես կարող եմ վստահաբար ասել, որ ամբողջությամբ է այս գործը fake եւ տեսեք, երբ որ նախաքննություն էր եւ մենք կապարված էինք նախաքննական գաղտնիքով, այդ ժամանակ անարդար վիճակեր անհավասար պայմաններ էր եւ քննչական կոմիտեի ղեկավարը, գլխավոր դատախազը նաեւ պարլամենտում բարձրաձայնում էին եւ ուղղությունը դնում էին այն հանգամանքների վրա, որ իբր թե աբեկչական գործունեություն է պլանավորվել, իբր թե ինչ որ անձանց գյուլելու թեման այն շահարկվում էր եւ մենք այդ ժամանակ չէինք կարող հակադարձել, որովհետեւ նորից եմ գրկնում նախաքննական գաղտնիքով կապարված էինք։ Եվ մենք ընդհանրապես կարողանում էինք ասել, որ այդ ամենը ճիշտ չէ, ժամանակը ցույց կտա, երբ որ նախաքննական գաղտնիքի արգելքը արդեն դուրս եկավ մեր վրայից, փաստաբանական խմբի կողմից հիմնավորվեց, որ նույն այդ գյուլելու հետ կապված խոսակցությունը դա fake է, ինչ առումով, որովհետև դա կոնտեքստից կտրված է, դա ընդհանրապես հաջորդիվ հետագայում իշխանափոխությունից հետո երկրում մահապատիժն օրինականացնելու վերաբերյալ երկու մտերիմ մարդկանց զրույց էր, որ պետք է այսպիսի քայլեր ձեռնարկել եւ առաջի հերթին ուշադրությունը դարձնել, որ մեր մերձավորները ովքեր իշխանության կգան, չչարաշահեն պաշտոնը, որովհետև երբեմն պաշտոնը մարդկանց փոխում է, այսինքն դա ընդհանրապես երկու անձի զրույց է, այսինքն մենք մինչև տաղավար մտնելը իրար հետ զրուցում էինք, տեսակետներ էինք ասում, այդ նույն ձևի անձանց զրույց էր, որը հետո կոնտեքստից կտրված բազմիցս օգտագործվեց եւ ինչն է այստեղ ամոթալին կարելի ասել, որ երբ որ մեր կողմից հակադարձվեց, նույն գլխավոր դատախազը, նույն քննչական կոմիտեի ղեկավարը, մի շարք պատգամավորներ ԿՊԱ-կան, նաև արտաքին գործերի նախարարը, նաև հաջորդի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը միևնույն է եւ ներքին եւ արտաքին տարբեր
ատյաններում այս ամենը բարձրաձայնել են եւ շարունակել են այդ կեղծ ինֆորմացիան տարածել առաջի հերթին արտաքին լսարանի մոտ ինչ որ բան ցույց տալու համար, որ տեսեք, այստեղ պայքար է գնում, նաև հաջորդի ընտրությունների հետ կապված դեպի ռուսական կողմ թեքելն է եւ ներքին լսարանի համար էլ իրենք այստեղ նույնպես անհավասար պայմաններից են օգտվում, տեսեք, հանրային հեռուստաընկերությամբ բազմիցս այս թեմայով տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ գալիս են հարցազրույցներում անդրադառնում են, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրային հեռուստաընկերության դիտելիությունը շատ ավելի շատ է, իսկ փաստաբանների խոսքը, որը հիմնավոր կերպով ցույց է տալիս, որ այդ ամենը կեղծ է, դրան խոսքը չի, մեր խոսքը այդ աշճանի չի տարածվում եւ հանրությունը այդ աշճանի չի հավասար պայմաններում չի լսում, այսինքն իրենք շարունակում են այդ Գեբելսյան տեխնոլոգիայով, որ կեղծիքը սուտը ինչքան հնարավոր է շատ, ինչքան հնարավոր է անհավանական, նույն այդ գործով նորից գրկնվում էր, որ իբր թե խոտի տուկեր վառել եւ այլ, լավ ինչ եղավ, Բագրատ Սրբազանը մի անգամ լավ ասաց, ինչ եղավ, լուցկի չունեինք, որ վառենք։ Լավ, ամեն դեպքում դուք ասացիք քաղաքական է, բայց եթե հնարավոր է մի քիչ մանրամասնեք, որովհետեւ բացի այդ գործով անցնողներից մենք նաեւ մյուս հոգեվորականների պարագայում եւս տեսանք, որ նրանց խափանման միջոցները եւս փոխվեցին Արշակ Սրբազանի, Միքայել Աջապահյանի, Մկրտիչ Պրոշյանի, բայց Բագրատ Գալստանյանը մնում է կալանավայրում, այսինքն նա ինչ որ վտանգ է ներկայացնում, իրավական վտանգ է ներկայացնում, քաղաքական վտանգ է ներկայացնում։ Իրավական վտանգ ի սկզբանե չի եղել այստեղ, ես այս ամենը համարում եմ քաղաքական, նախ առաջերտին, տեսեք, անաչառ դիտորդի մոտ միանգամից պարզ է դարձնում հիմնավորումը, թե ինչու են այս գործերը արհեստական եւ շինծու, որովհետեւ այդպիսի զուգադիպություն չի կարող լինել, որ, չգիտեմ, 6-7 ամիսների ընթացքում պարզվեց, որ իրավապահ համակարգը միանգամից տարբեր քրեական գործեր նախաձեռնեց, տարբեր հոգեվորականների, տարբեր սրբազանների, 4 սրբազանների վերաբերյալ կար, չէ՞, այդպիսի վարի։ Ինչու է անազատության մեջ շարունակում մնալ Բագրատ Սրբազանը, որովհետև բացի այն հեղինակությունից, որը նա ունի որպես հոգեվորական, Բագրատ Սրբազանը նաև շարժման առաջնորդ էր։ Եվ լինելով շարժման առաջնորդ, ընտրությունների նախօրեին նա կարող էր մոբիլիզացնել որոշակի զանգված։ Այո, այդ շարժումը իրենց համար ցանկալի չէր, որովհետև հիշեք, ինչպիսի օրեր ենք մենք տեսել, հունիսի 12, չգիտեմ, արտաքին գործերի նախարարության դիմաց այդ բախումները եւ ինչպես էր ժողովուրդը հավատում եւ վստահում եւ կանգնած Բագրատ Սրբազանի կողքին, ինչպիսի հեղինակություններ նա ավայլում։ Դրա համար ցանկալի չի, որ նա այժմ լինի ազատության մեջ։ Երկրորդը ներկայիս վարչախումբը շախմատային ձևով է անում, մեկ քայլ, հետո նահանջում է, հետո ինչ-որ շեղում է, եւ ես վստահ եմ, որ նույն սրբազանների խափան միջոցի փոփոխությունները եւս քաղաքական որոշում է եղել, որոշակի առումով ցույց տալու համար, որ դոզան այդ բռնաճնշումների թուլացել է, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է մտածենք եւ համարենք, որ այլևս չի շարունակվելու։ Ես ինքս վստահ եմ, որ ընտրությունների նախօրեին, նույն մայիս ամսվա ընթացքում հնարավոր է, որ նոր թափ հավաքի Հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ արշավը։ Նույնը անձանց թիրախավորմամբ ըստ թե այլ թիրախներ եւս կարող են ընտրել։ Ես չեմ համարում, որ այստեղ թիրախավորվում են անձինք։ Ես չեմ համարում նույնիսկ, որ վեհապարներն է թիրախավորում։ Ես համարում եմ, որ թիրախում Հայ առաքելական եկեղեցին է եւ իրենց գերնպատակը հենց եկեղեցու թուլացումն է, եկեղեցու արժեզրկումն է։ Ոչ թե անհատներն են վտանգ ներկայացնում, ինստիտուտն է վտանգ ներկայացնում։ Պարոն Արզույան, ինչու պետք է իշխանությունը եկեղեցուն թիրախավորի, ինչու եմ հարցնում, որովհետեւ ընտրություններ են եւ էլեկտորատի մեջ մի ստվար զանգված կարծում եմ գուցե իշխանությունը ձայն տար, բայց նաեւ լինելով եկեղեցու աջակից, որովհետեւ հասկանալի է, որ պարտադիր չի լինես իշխանության
աջակից եւ եկեղեցուն հակառակորդ հնարավոր է այսպես բալանսավորված կողմնորոշում ունեցող ընտրազանգված ունենանք, բայց Նիկոլ Փաշինյանի գործողությունների պարագայում ավելի կհակվի եկեղեցուն պաշտպանելուն եւ Նիկոլ Փաշինյանի, ասենք, ընտրությունների ժամանակ ձայն չի տա։ Այսինքն ինչու պետք է իշխանությունները լարեն մթնոլորտը, լարեն հասարակությանը եւ ունենալով ռիսկ ինչ որ էլեկտորատի մի զանգված կորցնելու։ Ո՞րն է նրանց մոտիվացիան։ Հերթի ներկայիս վարչախումբը գիտակցում է, որ իր էլեկտորատը չափազանց փոքրացել է, չափազանց շատ փոքրացել է։ Իրեն պետք է առաջի հերթին հաղթանակ եւ այստեղ թիրախը եկեղեցին է, ինչու, որովհետեւ եկեղեցին շատ մեծ հեղինակություն է վայելում բոլոր սոցիալական հարցումներով եւ նրա դերը չափազանց մեծ է եւ կարեւոր է երկրում։ Երկրորդը, սա արտաքին ազդակներով է պայմանավորված, ես վստահ եմ, որ առաջի հերթին հարևան երկու երկրների շահի սպասարկման տեսանկյունից է եկեղեցին թիրախավորում եւ ոչ միայն այդ երկու երկրների, նաեւ մի փոքր ավելի հեռու երկրներին է շատ ձեռնտու, որովհետեւ միայն եկեղեցին կարող է այժմ Հայաստանում կոնսոլիդացնել, հավաքել եւ նաեւ արժեքներ եւ գաղափարներ եւ հաջորդիվ քայլեր ժողովրդի երկրի զարգացման ինչ որտեղ պլանավորել եւ ցույց տալ։ Դրա համար եկեղեցին պետք է թիրախավորվեր եւ պատահական չէր։ Եկեք նաեւ մի կարևորագույն բան չմոռանանք, որ հիմա ամեն ինչ արվում է ներկայիս վարչախմբի կողմից, որ մոռացվի Արցախի խնդիրը եւ եկեղեցին միակ լուրջ ինստիտուտն ու կառույցն էր, որը Արցախի խնդիրը շարունակում էր պահել եւ նույնիսկ ցնցումներ է առաջանում շատերի մոտ, որ չգիտեմ պատարակների ժամանակ Արցախի անունը տրվում թե ինչ, արդեն գիտեք ոնց մարդկանց կարծես արգելում են աղոթներում հիշել Արցախը, արդեն այդ պանիկավիճակն է իրենց մոտ եւ սա նորից եմ կրկնում, կարծում եմ պայմանավորված է հենց արտաքին երկրների ազդակներով եւ հաճոյանալու խնդրով եւ եթե ինչու ոչ նաեւ հանձնարարություններով է պայմանավորված։ Գանք փաստաբանների գործունեությանը ձեր խնդիրներին վերջին տարիներին եղած քաղաքական գործիչների դեմ հարուցված գործերը բերել են փաստաբանների, նրանց փաստաբանների եւս որոշակի քաղաքականացվածության, շատերի կարծիքով։ Կարող ենք այս մտքի հետ վիճել, կարող ենք համաձայնել, ամեն դեպքում փորձենք հասկանալ, քննարկել։ Դուք չեք նկատում, պարոն Հարությունյան, որ բազմաթիվ փաստաբաններ իսկապես նույնականացվում են իրենց վստահորդների հետ եւ չի խանգարում դա նրանց անաչառ կերպարի ձևավորմանը։ Չի կաշկանդում։ Նախ առաջի հերթին իմ համար պատիվ կլինի, եթե ես ասոցացվեմ նույն իմ պաշտպանել Բագրատ Սրբազանի հետ, հաշվի առնելով իր անցած ուղին եւ իր անձը։ Երկրորդը, գիտեք, ձեր ասածի մեջ կա ճշմարտության հատիկ, ինչով է դա պայմանավորված, իրականում երբեմն ցավոք մենք գուցե մեր խոսքը ոչ թե իրավական է լինում կամ մեր գործիքները ոչ թե իրավական են լինում, այլ նաև լինում են հայտարարություններ, լինում են նույնիսկ ստիպված են լինում երբեմն ակցիաներ անել փաստաբաններով, դա պայմանավորված է նրանով, որ երբ որ դու տեսնում ես, որ իրավունքը չի աշխատում, երբ որ դու տեսնում ես, որ հանիրավի քրեական վարույթներ են նախաձեռնում, երբ որ դու տեսնում ես, որ չկար որևէ հիմք կալանքի միջնորդությունը բավարարելու, բայց մարդիկ ամիսներ շարունակ կալանավայրում են գտնվում, այդ ժամանակ արդեն լինելով փաստաբան քո իրավական գործիքակազմը չի բավականացնում, որովհետև երկրում չի գործում իրավունքը, երկրում չի գործում արդարադատությունը, այլ երկրում գործում են քաղաքական բռնաճնշումները։ Եվ այդ ժամանակ երբեմն ցավոք սրտի դու ստիպված ես լինում։ Նույն 5 իրավապաշտպաններով մենք բազմաթիվ հարցեր բարձրացրել ենք, պայմանավորված հենց դրանով։ Նույնիսկ մենք, եթե հիշում եք, մի անգամ ակցիա կատարեցինք Հայ հեղափոխական դաշնակցության գրասենյակի դիմաց, որովհետև երկար ամիսներ, արդեն կարելի ասել տարիներ, որևէ գործուն քայլ չարվեց մեղավորներին պատժելու, երբ որ 30-40 կարմիր բերետավորներով ծեծի են ենթարկում ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Սիմոնյանին, եւ մենք այդտեղ ակցիա ենք անում։ Ինչու ենք մենք այդ ակցիան անում, որովհետեւ մենք ցույց ենք տալի, որ իրավունքը չի գործում, որովհետեւ մենք ցույց ենք տալի, որ անհավասար պայմաններ են, որովհետեւ կա խտրական արդարադատություն։ Այո, ցավոք երբեմն ստիպված ենք լինում մեր խոսքում, որոշակի հայտարարություններում ոչ միայն իրավական գործիքակազմին դիմելու, բայց սա
ստեղծված իրավիճակով է թելադրված եւ հենց ժողովրդավարության անկումով է պայմանավորված։ Բայց չէ որ դուք կարող եք դա ասել եւ ըստ էության օրինակ ես հիմա փորձեմ ձեզ մի քիչ ընդդիմախոսել, այսինքն խոսեմ իշխանության ներկայացուցիչների բանով տեսանկյունից։ Նրանք էլ ձեզ ասում են դուք կարող եք քննադատել, դուք կարող եք նույնիսկ ակցիաներ անել, դուք կարող եք տարատեսակ գրառումներ սոցցանցերում բավականին կոշտ բառապաշարով, բայց դրա դիմաց որևէ հաշվեհարդար շքամուտքերի մոտ ձեզ չեն տեսնի, ձեզ չեն ծեծի, ի տարբերություն նախորդ իշխանությունների, հա հնարավոր է ինչ-որ քրեական ժամանակ առանձին դեպքերում, ինչպես ձեր գործընկերներից մեկի պարագայում եղավ, քրեական գործեր կհարուցեն, բայց մի կարճ ժամանակ հետո մնացած պրոֆեսիոնալ գոլեգաները կհասնեն նրան, որ կալանավարից նրան կհանեն եւ սրանով գործընկերության կավարտվի, բայց ձեր կյանքին, առողջությանը վտանգ չի սպառնում։ Այս պնդումներին ինչ կհակադարձեք։ Նախ առաջի հերթին մենք չգիտենք սպառնում է թե չի սպառնում, դա երկրորդական ենք համարել, որովհետեւ իրավապաշտպանները ովքեր մտել են այս դաշտ, ես ուրիշ ձև էլի պատասխանս ներկայացնեմ, տեսեք, մենք 5 իրավապաշտպաններով դուք ինձ ներկայացրեցիք սկզբում, բացի փաստաբան իրավապաշտպանից, նաև 5 իրավապաշտպանների նախաձեռնության անդամ։ Մենք ունենք տարբեր կարծիքներ, տարբեր հարցերի հետ կապված, ինչու՞ չէ նաև տարբեր քաղաքական կողմնորոշումներ, երբեմն սկսած ներքին եւ արտաքին գործոններով պայմանավորված։ Բայց մեզ բոլորիս միացրել է մի խնդիր, որ մենք ունենանք նորմալ, իրավական, ժողովրդավարական երկիր։ Եվ շատ հարցերում մենք երբեմն մեր բոլոր որոշումները կոնսենսուսով է լինում եւ շատ հարցերում մենք զիջում ենք, որովհետեւ հասկանում ենք, որ տվյալ դեպքում նպատակը շատ ավելի կարևոր է, քան թե ինչ որ որևէ մեկից քաղաքական դիրքորոշումը կամ ինչ որ մեկին սիրել չսիրելը։ Ինչ վերաբերում է իշխանությունների հակադարձումներին, գիտեք, երբ որ մտել ենք այս դաշտ չենք մտածել հետևանքների մասին, որովհետեւ հասկացել ու գիտակցել ենք, որ երկրի լավագույն շահի համար է այս ամենը եւ այստեղ գիտեք ոնց խոսում ենք իրավունքից, խոսում ենք ժողովրդավարությունից, կարևորագույն բարձր արժեքներից, բայց ամենամեծ արժեքը տվյալ դեպքում երկիրն է, հայրենիքն է։ Ես այս ամենը անում եմ ու վստահ եմ իմ ընկերներն էլ այս պայքարի մեջ մտել ենք, սա էլ ես համարում եմ իմ պայքարի ձևը, հանուն իմ հայրենիքի, հանուն ապագայի իմ երեխաների համար, որ իրենք այս երկրում տեսնեն, ապրեն ու նորմալ ժողովրդավար երկրում ապրեն։ Ինչ վերաբերում է իշխանությունների հակադարձություններին, եկեք չմոռանանք, թե այս ընթացքում ինչ աշճանի բռնաճնշումներ են եղել, թե ինչ աշճանի, չգիտեմ, գիտեք ոնց անարդարություններ են եղել, եւ այդ ձեր ասած հակադարձումը արդարացված չի, որովհետեւ գիտեք օր-օրի մենք տեսնում ենք, որ բռնաճնշումները շատանում են, օր-օրի մենք տեսնում ենք, որ մարտահրավերները շատանում են եւ այդ իրենց հակադարձությունները դա արդարացնելն է իրենց կողմից իրավապահ համակարգի միջոցով բռնաճնշումները, քաղաքական հետապնդումները շարունակել։ Ամեն դեպքում ներկայումս կան դատավորներ, որոնց պարագայում մեծ է շանսը, հնարավորությունը, որ ձեր պաշտպանյալը, ձեր վստահորդը դուրս կգա կալանքից, ամեն դեպքում ձեր միջնորդությունը կբավարարվի կամ ձեր բողոքը կբավարարվի, այս իմաստով ավելի կոմֆորտ չի նման իշխանության հետ թեկուզ ամեն քայլափոխի քրեական գործ հարուցող, բայց այդ գործի մեջ մինչև վերջ չգնացող եւ կեսից պրոֆեսիոնալ փաստաբանների եւ մի քիչ անկախ դատավորի շնորհիվ այդ գործը ավարտին չհասցնող իշխանության ավելի կոմֆորտ չի աշխատել։ Տեսեք, նախ առաջի հերթին, որտեղ մենք նաեւ գիտենք, որ իշխանության հասցեին բազմաթիվ մեղադրանքներ կան, որ մինչեւ հիմա ոչ մի աղմկահարույց գործով մինչեւ հիմա դատավճիռ չկա։ Նախ առաջի հերթին, եթե ես կոմֆորտի մասին մտածեի, ավելի այլ ճանապարհով կգնայի, բայց ես կոմֆորտի մասին չեմ մտածել, ես մտածել եմ երկրի բարության մասին։ Երկրորդը, տեսեք, դուք ասում եք կան դեռևս կան որոշակի դատավորներ, որոնց պարագայում հնարավոր է որ արդարացի օբյեկտիվ որոշում կայացվի, այո, կան, դեռևս կան, բայց կա այնպիսի բռնաճնշում նույն դատավորների նկատմամբ։ Մենք եկեք չմոռանանք, մենք դատավոր ենք ունեցել, որին կալանավորել են ոչ իշխանահաճո որոշում կայացնելու համար։ Մենք ունեցել ենք բազմաթիվ դատավորներ, որոնք կորցրել են իրենց աշխատանքը, որովհետև ունեին
ունեն դիրքորոշում, իսկ այդ դիրքորոշումն էր իրավունքի գերակայությունը, որ իրենք առաջնորդվում էին իրավունքով եւ ոչ թե օրվա իշխանության շահով։ Դրա համար իրենք կորցրեցին իրենց պաշտոնը, հետեւաբար ակնկալել, որ այս ճանապարհով մենք ինչ որ ավելի հաջողության կհասնեինք, չէ, տեսեք, առաջնային մեր գերխնդիրը որն է, օգնել մեր պաշտպանյալներին, որպեսզի նրանց խախտված իրավունքները վերականգնվեն, որպեսզի ներկայացնենք նրանց շահերը։ Ես վստահաբար կարող եմ ասել եւ իմ գոլեգաների ընթացքում երբեմն ստիպված իրավիճակով թելադրված հայտարարությունները կամ խոսույթը դա չի խանգարում մեր իրավական պրոֆեսիոնալ աշխատանքին, որովհետեւ մենք միևնույնն է մեր աշխատանքն ենք անում։ Երեք ինձ ձեր գոլեգաներից հարցրեց, արդյոք եթե բացարկ չհայտնեիք Արշակ Սրբազանի գործով երևի տեսել եք բացարկով դատավոր ինքնաբացարկ հայտ, արդյոք եթե դատավորը մնար կարող է ձեզ ձեռնտու լիներ օբյեկտիվ դատավոր, տեսեք, մենք կարողաներով չենք առաջնորդվում, մենք գիտենք, որ կա այստեղ իրավունք, կա այստեղ հավանականություն, որ կարող է խախտվի մեր պաշտպանյալի իրավունքը եւ մենք առաջնորդվում ենք իրավունքով, ոչ թե ինչ որ կոմֆորտով կամ ինչ որ պայմանավորվածություններով։ Մեր գերխնդիրն է եւ տեսեք, առաջի հերթին մեր գործունեությամբ մենք պաշտպանում ենք մեր պաշտպանյալներին, մեր վստահորդների շահերն ենք ներկայացնում, բայց գերնպատակը իրավապաշտպանության, դա ժողովրդավարության զարգացումն է, դա երկրի ուժեղացումն է, դա Հայաստանի ապագայի նորմալ կերտումն է, այսինքն առաջնային թվում է մենք մեր պաշտպանյալների իրավապաշտպանության նպատակը որն է երկրում իրավունքի գերակայությունն է, մարդու իրավունքների պաշտպանությունն է։ Եթե մարդը պատրաստ է ինչ որ զրկանքների գնալով իրավապաշտպանությամբ դա անել, ասեմ ձեզ, դժվար գործ է, բայց վերջում ամեն անգամ դու գիտակցում ես, որ դու լավ բան ես անում, հանուն քո երկրի ես անում։ Բագրատ Սրբազանը վերջերս Եվրոպայի խորհրդի այդ խորհրդարանական վիայժողովում տեղի ունեցած քննարկումների որոշ դետալներին բավականին այսպես բուռն էմոցիոնալ արձագանքեց։ Պարոն Հարությունյան, արևմտյան կառույցների կողմից նրանց արձագանքը ներկայումս դուք ինչպես եք գնահատում ձեզ վերաբերվող սյուժեների։ Տեսեք, շատ վատ եմ, շատ ցավալի է, շատ վատ եմ գնահատում, որ արևմտյան կառույցները Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իրավախախտումների դեպքերով լուռ է, ձայն բարբառով անապատի լուռ է եւ ստացվում է, որ խտրական երկակի ստանդարտներով ժողովրդավարության, մարդու իրավունքի պաշտպանության հետ մենք գործ ունենք այսքան տարիներ եւ ստացվում է, որ արևմուտքի նպատակը այստեղ պարզ էր, հասկանալի էր, բայց հիմա այլ ավելի պարզ է լինում, որ գեոպոլիտիկայի քաղաքականը եւ ոչ թե մարդու իրավունքներն են, ոչ թե իրենք ժողովրդավարություն էին պաշտպանում, այլ ժողովրդավարության արտահանման տակ ցանկանում են իրենց երկրների շահերը գեոպոլիտիկ այստեղ կատարած են եւ պարզ է դառնում, որ մենք արևմուտք եւ Ռուսաստան, արևմուտք եւ Իրան հակամարտության արանքում տուժում է հասարակ քաղաքացիների իրավունքները, որովհետև եթե նախկինում շատ տարիներ առաջ չնչին իրավախախտման դեպքում, իրավապահամակարգում, ոստիկանական բաժիններում արևմտյան միջազգային եվրոպական կառույցները բարձրաձայնում էին, աղմուկ էին բարձրացնում, դեսպանների մակարդակով գնում էին ոստիկանական բաժիններ, դատարաններ, հարցազրույցներ, ճնշումներ, չգիտեմ, նոտաներ եւ այլն, այսօր լուր են բոլոր դեպքերով եւ դրա համար սա հենց դրա համար իսկ գուցե դա ոչ բավարար աշխատանքի արդյունք է արևմտյան կառույցների եւ գործիչների հետ ոչ բավարար լոբիստական նույնիսկ չեմ վախենա այս բառից քարոզչական ռոպագանդիստական ինչ վերաբերում է մեր կողմից տեսեք դեռևս 2 տարի առաջ մենք 5 իրավապաշտպաններով երկրում տեղի ունեցող իրավախախտումների եւ քաղաքական ճնշումների հետ կապված այն ժամանակ դեռևս այդ աշճանի չէր, բայց արդեն սկսվել էր եւ թափեր հավաքում մենք հանդիպում ունեցանք մի շարք Հայաստանում մեր նախաձեռնությամբ մի շարք Հայաստանում հավատարմագրված
առցանց դեսպանների եւ կառույցների հետ, Եվրոմիության գրասենյակի եւ այլն, եւ նաեւ շատ դեսպանների հետ եւ բարձրաձայնեցինք այս բոլոր խնդիրները։ Եվ ես վստահաբար կարող եմ ասել, որ տպավորությունը այդ բոլոր հանդիպումներից իմ մոտ եղավ այն, որ դե գուցե, բայց դե մեր համար այդքան էլ այս ամենը երկրորդական է, կարևոր այն, որ Հայաստանը գնում է ճիշտ ուղղությամբ դեպի Եվրոպա, դեպի Արևմուտք։ Այսինքն ստացվում է, որ այս ժամանակահատվածում, եթե խախտվեն մարդկանց իրավունքները, ժողովրդավարական արժեքներով ապրող եվրոպական կառույցը կլռի, կասի ոչինչ, կարևորը այստեղ հակառուսական ինչ-որ վիճակ է առաջանում, կամ կարևորը այս Իրանի հետ կապված ժամանակահատվածում Հայաստանը ինչ-որ պոզիցիայով եւ այլն, ես չեմ ուզում հիմա քաղաքականացնեմ, բայց իրեք չի լինում այդպես։ Եթե կա ժողովրդավարություն, կա ժողովրդավարական արժեք, կա մարդու իրավունք, եւ եթե դա բարձր արժեք է այդ կառույցների համար, ապա չպետք է լինի խտրական անդրադառնալը։ Պետք է լինի բոլոր դեպքերով եւ նորից եմ կրկնում, ցանկալի իրավախախտում, ոչ ցանկալի չպետք է իրենց համար լինի։ Մի փոքր տեսական հարց, եթե հանկարծ հունիսի 7-ից հետո նոր իշխանություն լինի եւ ներկա իշխանավորները դառնան ընդդիմադիր եւ նրանց հանդեպ տարատեսակ քրեական գործեր հարուցվեն, նույն ջանասիրության պատրաստ եք նրանց պաշտպանել, պարոն Հարությունյան։ Ես միշտ լինելու եմ իրավապաշտպանական դաշտում, բայց անկեղծ եմ ասում, ներկայիս իշխանությունների շահերը երբեք չեմ, պաշտոնյաների շահերը երբեք չեմ պաշտպանել։ Եթե տեսնեք այսպես ճճացող ապօրինություն եւս չեք պաշտպանել։ Ոչ։ Նաեւ եւս փաստաբաների ձեր գործունեությունը վերաբերող նաեւ մի հարցի անդրադառնանք, անցած տարվանից, եթե ճիշտ եմ հիշում, որոշակի հարկային բեռի ավելացում տեղի ունեցավ, այսինքն որոշակի չէ, բավականին էական հարկային բեռի ավելացում տեղի ունեցավ։ Ես հիշում եմ այն ժամանակ փաստաբանները հայտարարում էին, ասում էին, որ դա կբերի ծառայության հասանելիության փաստորեն նվազմանը եւ շատ հայրենակիցներ հնարավորություն չեն ունենա օգտվել։ Ներկայումս ինչ իրավիճակ է, իսկապես կա այդ երևույթը, ինչ եք դուք զգում ձեր գործունեությամբ։ Այո, կա այդ երևույթը, մենք այն ժամանակ էլ էինք ասում, այս անարդարացի որոշումը հենց երկու նպատակ ուներ։ Երկրորդ առաջինը այս առումով փաստաբանների նկատմամբ ճնշում գործադրելն էր։ Երկրորդը չնայած հետևանքներին, որ իրականում առաջերտին քաղաքացին է տուժում, որովհետև փաստաբանը նույն իր գումարը որոշակի X եթե ստանում էր, հիմա ստիպված ավելի X է ասում, որ այդ նախորդ X-ը ստանա։ Եվ երկրորդ ամենակարևորագույնը սա հենց իրավապաշտպանների դեմ էր ուղղված, որովհետև այս բանին կարող եմ վստահաբար ասել, որ Հայաստանը երևի թե աշխարհում միակ երկիրն է, որտեղ անվճար իրավաբանական օգնությունը արգելվեց, պրոբոնով այդ վիճակը, որը մենք հենց դա ենք բարձրաձայնում, այսինքն ստացվում է, որ փաստաբանը, իրավապաշտպանը չի կարող անվճար հիմունքներով օգնել իր մասնագիտական գործունեության ընթացքում, նորից եմ կրկնում, սա հենց թիրախը դա էր, դուժում է միայն քաղաքացին, դուժում է համակարգը, նաև երկրորդ հարվածն այն էր, որ այդ նույն ժամանակահատվածում հանրային պաշտպանների ինստիտուտին էլ հարված հասցվեց, նաև, եթե չեմ սխալվում, կրճատվեց քանակը, իրականում դուժում է քաղաքացին ամեն առումով։ Խնդիրն այն է, որ աղմկարույց գործերի, բազմաթիվ գործերի հենց ֆիգուրանտներ, գործերով անցնողներ բավականին ֆինանսապես ապահովված, միստվար զանգված է եւ նաեւ ժամանակ առ ժամանակ հնչում է տեսակետ, որ փաստաբանները շնորհիվ այդ գործերի բավականին լավացրել են իրենց ֆինանսական վիճակը։ Այս պնդմանը ինչպես եք։ Ես չեմ հաշվում երբեք որևէ մեկի գումարը։ Ես կարող եմ ասել, որ իմ պաշտպանյալները այդ անձանց շարքում։ Եվ այս հարկային բեռի ավելացումը կապ չուներ այս իմ հարցի հետ արդյոք։ Չեմ կարող ասել, համենայնիվ ես կարող եմ ասել, որ իմ պաշտպանյալները այդ ձեր անձանց շարքին չեն պատկանում, գիտեք երևի ես ում գործերով եմ այս ժամանակահատվածում հայտի քաղաքական հետապնդումների եւ ավելորդ այդ թիրախավորումները եւ փաստաբաներին երբեմն իրենց պաշտպանյալներին
դա էլի այդ իշխանության գործելավոճն է, այդ նախկին թալանչի եւ այլն, հանրապես ես կարող եմ ասել մենք Բագրատ Սրբազանի պարագայում, որ Վեհանձն անձնավորություն է, հոգևոր անձնավորություն է, որը իր այս զրկանքներն էլ հենց նրա համար է, որտեվ ինքը սիրում է իր հողն ու ջուրը, իր հայրենիքը եւ այստեղ ֆինանս փնտրել, ինչ որ արհեստական բաները, դա գիտեք միայն իշխանությունների այդ գործելավոճի հերթական դրսևորումներից։ Պարոն Արությունյան, շնորհակալ եմ հետաքրքրությամբ։ Ես հիշեցնեմ, որ մեր հյուրն էր իրավապաշտպան, փաստաբան Սերգեյ Հարությունյանը։ Կհանդիպենք։